Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել են քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի ՀԿ նախագահ Ռաֆայել Իշխանյանին։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրով, պարոն Իշխանյան, դեռևս նոյեմբերին ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ սառեցնում է աղմկահարույց, այսպես տեսախցիկների օրենքը, հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման եւ 24-ժամյա տեսահսկման իր նախագիծը, սակայն ԿՊԱ-կամ պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր նախագիծ է առաջարկում դրա փոխարեն, որով ոչ թե ուղիղ ոստիկանության, այլ թիմերին, համայնքներին են տալիս այդ լիազորությունը, պարտավորեցնելով, որ համայնքի ղեկավարը ներքին գործերի նախարարությանը 24/7 ռեժիմով հասանելիություն տրամադրի ելքերն ու մուտքերը։ Ինչ տարբերություն կա այս երկու նախագծերի մեջ եւ ինչ խնդիրներ կարող է առաջացնել այս նախագիծը։ Նախ արդեն դա նախագիծ չի, արդեն ընդունված օրենք է, որը ուժի մեջ համտնելու օգոստոսին, եթե այսպես մնաց։ Տարբերությունը առաջի հայացքից թվում էր պարտավորությունն է վերաբերում, թե ովքեր պետք է տան տեսախցիկներից հասանելիություն ներքին գործերի նախարարությանը։ Եթե ժամանակին դա քննադատվեց այն պատճառով, որ մասնավոր հսկայական սեկտորի վրա էր դրվում այդ պարտականությունը ու բացի այդ դա խախտելու էր անձնական կյանքի գաղտնիության ու շատ իրավունքների վրա ազդեցություն էր ունենալու վատ առումով, այս դեպքում պարտականությունը դեռևս ճակերտներում վերաբերում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանց ենթակայության տակ եղած բոլոր հիմնարկներին, այսինքն պոակներ, հողակներ եւ այլն, հիվանդանոցներ, մանկապարտեզներ եւ կայանատեղիներին։ Տարբերությունը առաջի հայացքից թվում էր սա, բայց նույն ձեր ասած падգամավորի հենց ելույթից, երբ որ այդ օրենքը ընդունվում էր, մենք այդտեղ, այսինքն դա գրավեց առաջին ուշադրությունը, որ սա պարզապես տեսախցիկների հասանելիության մասին չէ, այլ այն, որ ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է, ինչպես падգամավորն է նշում, այսինքն հեղինակներից մեկը նաև օրենքի, արհեստական բանականության միջոցով դեմքի ճանաչման համակարգի ներդրում է տեղի ունենալու այդ ամբողջ համակարգին։ Այս նախագծի բերման հիմնավորումը նույնն է, այսինքն մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության այսպես կանխարգելիչ միջոց է։ Որքանով է այս հիմնավորումը արժանահավատ ձեր գնահատմամբ եւ արդյոք հնարավոր չէ հանցավորության այսպես կանխարգելիչ այլ քայլեր միջոցներ ձեռնարկել։ Դա մշտական բանավեճն է վերահսկում եւ մարդու իրավունքներ այդ հավասարակշռության մեջ։ Հանցագործությունների կանխման առումով նախ տեսախցիկների առկայությունը ինքնին բազմաթիվ ուսումնասիրություններ կան, ակադեմիական եւ այլն, տևական տասնամյակների ուսումնասիրություններ կան եւ էֆեկտիվությունը դրանց միանշանակ չի, ինչ առումով, օրինակ ուսումնասիրությունները բացահայտել են, որ ավտոմեքենաների կողոպուտների դեպքում դա ինչ որ տոկոսով ավելի էֆեկտիվ է, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բռնի հանցագործությունների դեպքում դա թարապես կիրառելի չէ։ Բայց մենք այստեղ խոսում ենք ոչ միայն տեսախցիկների առկայության մասին, դրանք արդեն կան, ամենտեղ կան։ Ես չեմ պատկերացնում Երևանում ինչ-որ այնպիսի վայր, որտեղ մարդիկ կարող են որևէ ինչ-որ իրավունքից օգտվել, որը տեսախցիկների միանգամից մի քանիսի տիրույթում չէ։ Դա արդեն կա։ Մենք այստեղ խոսում ենք հավելյալ, այսինքն նոր այս տրենդային, կարելի ասել համակարգի մասին, կենսաչափական ճանաչման, այսինքն դեմքի ճանաչումը դա տեսակներից մեկն է։ Մարդու նույնականացումը այլ մարդկանցից հանրային վայրում կամ ոչ միայն հանրային, կենսաչափական հատկանիշների միջոցով, օրինակ դեմքի, օրինակ քայլվածքի, կան նաև այդպիսի ալգորիթմներ, ձայնի բնականաբար եւ այլն։ Այստեղ խոսքը գնում է նման համակարգ, առնվազն դեմքի ճանաչման համակարգը ներդնելու մասին այդ տեսախցիկներին։ Եվ ամենաառաջին մեր մտահոգությունը իհարկե հենց դրանից եկա, որովհետեւ շատերին սա թվում է ժամանակակից, ինչ-որ տեխնոլոգիա, շատ տրենդային է, շատ հաճելի է, զարգանում ենք, տեխնիկա եւ այլն, թե բոլոր հեռախոսները մատնետքով են բացվում։ Դա մի բան է, որ մասնավոր մարդը որոշում է իր համար օգտվել տեխնոլոգիայից, բայց երբ որ այդ տեխնոլոգիան ներդրվում է ուժային կառույցն, այսինքն պետական ապարատի վերահսկման գործիքի մեջ, դրա հետևանքները ամբողջությամբ ուրիշ են, ազդեցությունը ամբողջությամբ ուրիշ է։ Առնվազն երկու բնույթի ազդեցության մասին մենք կարող ենք խոսալ, ու դա մենակ մեր երկրին չի հատուկ թարապես ամենտեղ, որտեղ այս համակարգերը ներդրվում են։ Դա ազդեցություն ունենում մարդու տարբեր իրավունքների վրա, ամենահիմնականը խաղաղ հավաքների։ Որևէ մեկը չի ցանկանում գնալ մասնակցել ինչ-որ խաղաղ հավաքի, ինչ-որ ցույցի, բողոքի ցույցի, կարծիք բարձրացնելու, երբ որ գիտի, որ իրեն մշտապես հետևում են եւ դրանից ելնելով ինքը փոխում է իր վարքագիծը կամ որոշում է չմասնակցել։ Դա մի ազդեցությունն է։ Երկրորդը չարաշահման վտանգն է։ Ցանկացած պետական ապարատ, առավել եւս այս դեպքում մերը, մենք տեսել ենք ինչքան չարաշահման դեպքեր կան, մենք նշել ենք զեկույցում տխրահարճակ վարժական հավաքներով ընդդիմադիր ցուցարարներին սպառնալը եւ պատժելը։
որ բերման ենթարկված ցուցարարներին տալիս էին պետք է տային ծանոթագրեր եւ ուղարկել փաստորեն դիրքապատ ծառայության որպես պատիժ, որ նրանք իշխանության դեմ ցույցի են մասնակցել։ Հիմա պատկերացրեք, այս ամբողջ ռեպրեսիվ համակարգը ստանում է մի հատ գործիք շվեյցարական դանակի պես, ամեն ինչի վրա կիրառելի, որը թույլ է տալիս մարդկանց վերահասկել, ով որտեղ գնաց, ում հետ ինչքան ժամանակ անցկացրեց, որ ցույցին մասնակցեց, ինչքան ժամանակ անցկացրեց ցույցին, ինչ տրամադրությամբ եւ այլն։ Ինչ եք կարծում, այս նախագծի բերման իրական նպատակը որն է, այսինքն ինչ խնդիր է իրականում ցանկանում լուծել սրանով իշխանությունը։ Վերահսկողություն, հավելյալ վերահսկողություն, ինչքան ունես վերահսկողություն, ինչքան ունես տվյալներ, այնքան ավելի արդյունավետ ես կարողանում քաղաքական process-ները կառավարել։ Այստեղ մի հատ օրինակ կա, շատ իրապաշտպան կազմակերպություններ նաև սա են բերում, 19-րդ դարի, եթե չեմ սխալվում, մոդել էր, բանտի մոդել։ Սկզբանե տեսական, հետո դարձավ նաև փորձեր արվեցին դա կառուցելու։ Կոչվում է պանոպտիկոն, կարող են ունկնդիրները փնտրել ինտերնետով, շատ հետաքրքիր մոտեցում է։ Բանտ, որը կլոր տեսք ունի, շրջանաձև, բոլոր խցերը նայում են դեպի կենտրոն եւ կենտրոնում մեկ պահակ է լույսով մութ ընդհանուր ինքը լույսը գցում է այս խցի վրա, այն խցի վրա, այն մյուս խցի վրա կամ բոլորի վրա գցած միաժամանակ խցում նստածները չգիտեն որ պահին են իրենց հետևում մեկ պահակը չի կարող միաժամանակ բոլորին հետևել բայց այս մեխանիզմով այս մոդելով բոլորը դրսևորում են զսպված վարքագիծ հիմա սա բանտի մասին է բայց մենք խոսում ենք հանրային վայրերի մասին որտեղ մարդիկ օրինակ չեն ուզում որպեսի իմանան որ իրան գնացին հակ դեղատուն կամ առհասարակ ինչի պետքա հանրային մարդու շարժը նրա գործունեությունը ցուցակագրվի, այո, եւ ինչ որ տվյալների բազայում լինի։ Ինչպես դա կարող է օգտագործվել շատ տարբեր բաներով, շատ տարբեր եւ բացասական եւ մարդուն վերահսկելու, մարդուն աշխատանքի վայրի հետ օրինակ ինչ որ խնդիրներ ստեղծելու, մարդու կարծիքի համար հետապնդելու, հազար տարբերակներ կարող են լինել։ Այսինքն չարաշահումը, պոտենցիալ չարաշահումը ամենահիմնական խնդիրներից է։ Ինչու ենք սա բարձրաձայնը, որովհետև չարաշահում է ցանկացած համակարգ, եթե մենք գործ ունենք պետության հարկադրանքի ապարատի հետ, ու ինչքան ուժեղ է այդ ապարատը, ուրեմն դրա չարաշահումը քան ավելի վտանգավոր է լինելու։ Նշեցիք, որ այսպես մարդկանց ցույցերի մասնակցության հնարավոր է, որ իշխանությունը, քանի որ վերջին տարիներին այսպես շատ ակցիաներ են անցկացվում հրաժարականի, վարչապետի պահանջով, հենց հատուկ դրան է ուղղված, որ թեկուզ այսպես ասած մարդկանց վախի մթնոլորտում պահելով, մարդիկ դուրս չգան փողոց, ակցիաներ չանեն, այս տարբերակի մասին իմ կարծիքով դա բացարձակ չեմ բացառում, կարծիքով դա նպատակներից մեկն է։ Նորից ցանկացած իշխանություն ձգտում է վերահսկողության, ձգտում է ինքնավերարտադրվելու, հետեւաբար փորձում օգտագործել շուկայում հասանելի բոլոր գործիքները դրա համար։ Այո, սա թույլ է տալու ոչ միայն այսինքն սա ոչ միայն ունենալու է մարդկանց վերազսպող ազդեցություն, որ մարդիկ ավելի քիչ հակված լինեն իրենց ի ցույց դնել, չէ՞։ Տարբեր պատճառներից ասացի, որտեվ կան ապօրինի սպառնալիքներ, օրինակ խաղ հավաքներին մասնակցելու համար։ Մարդը որևէ բան չի խախտում, բայց հավաքի մասնակցելու համար մեկ էլ իրեն ուղարկում են մարտական հերթապահություն, օրինակ։ Երկրորդը, ինչ տվյալներ են հավաքվելու։ Բոլորս գիտենք, ընտրությունների նախորդող ժամանակահատվածում քաղաքական ուժերը սկսում են ստատիստիկական տարբեր ուսումնասիրություններ փորձել հաշվարկել, փորձել գտնել ինչ-որ կետեր, որտեղ իրենք ավելի արդյունավետ են, որտեղ ավելի թույլ են եւ այլն։ Հիմա պատկերացրեք իշխանությունը ունում է նման տվյալներ, քանի հոգի են մասնակցում ցույցերին, ովքեր են մասնակցում։ Մեծ հաշվով դեմքի ճանաչման համակարգով, եթե գոնե համակարգչային իրանց հզորությունների կարող են ուղղակի ունենալ ցուցակ բոլոր մարդկանց, ովքեր երբևէ օրինակ տարվա կտրվածքում մասնակցել են որևէ ընդդիմության ցույցի, քանի անգամ որ մեկին, ըստ դրա կարելի հասկանալ, քանի հոգի է մոտավորապես այս ժամանակ գտնվում քաղաքական այս հայացքների ազդեցության տակ, կամ որը չի գտնվում, որը գտնվում էր 2 ամիս հետո այլևս չի գալիս ցույցը, եւ այլն։ Դե սա ինչպիսի հաշվարկման բազա է տալիս, այսինքն սա վրա ինչ է կարելի հաշվարկել, դա արդեն ինչպես այդ բառը քաղաքական տեխնոլոգիայի հարց է։ Փաստացի այս երկու նախորդ սառեցված նախագիծն ու այս նոր նախագիծը այսպես չեն տարբերում իրարից եւ սրանով եւս խախտվում է քաղաքացիների իրավունքները եւ անձնական տարածքը։ Նախորդի ժամանակ գոնե դեմքի ճանաչման համակարգի մասին հիմնականում չէր խոսվում եւ պատճառը գուցե նա էր, որ դա ուղղակիորեն չէր բխում տեքստից, իմջալոց այս մեկի տեքստն էր շատ ընդհանուր է, շատ ոչ կոնկրետ, ասում է ոստիկանությունը հանցագործություններ կանխելու նպատակով ունենում է լիազորություն նույնականացնել իրավախախտումներ կատարած անձանց։
Եվ մենք հասկացանք, թե դա ինչ է падգամավորի ելույթից, այսինքն հեղինակի ելույթից, թե ինչպես ենք պատրաստվում դա կիրառել։ Իր խոսքերից ասում էր, եթե մարդը, որ կասկածվում է հանցագործության մեջ, հայտնվի տեսախցիկների տիրույթում, ներքին գործերի նախարարությունը ինքնաշխատ եղանակով դրա մասին կիմանա։ Այսինքն խոսքը վերաբերում է դեմքի ճանաչման այդ ալգորիթմները մշտապես տեսախցիկների միացած պահելուն։ Պետք է տեսախցիկը համակարգը նույնականացնի անցնող մարդկանց, որպեսզի ճանաչի, թե որ մեկն է փնտրվողը։ Հիմա էս մի կողմ, այսինքն սա շատերի համար տենց էլի բնականաբար ինչ-որ սարսափ ֆիլմից կարող է նաև թվալ կամ այդ դիստոպիական վեպերից, բայց սա մարդու իրավունքների հետ կապված երևույթ է, որը ունի միջազգային չափանիշներ, որին Հայաստանը միացել է, որը Հայաստանը հանձնառել է։ Եթե այս համակարգը մտնի ուժի մեջ, այդտեղ մանրամասն մեր զեկույցում կա, առնվազն եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն է խախտվելու, որը մեր համար պարտադիր է։ Կա նախադեպային գործ գլուխին ընդդեմ Ռուսաստանի, որ դատարանը եւ ոչ միայն եվրոպական դատարան, միջազգային բոլոր գրեթե մարդու իրավունքներով զբաղվող եւ ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի մարմինները պնդում են, որ դեմքի ճանաչման համակարգերը լինելով նման միջամտությամբ մարդու իրավունքների նկատմամբ չպետք է կիրառվեն առնվազն խաղաղ հավաքների համատեքստում, չպետք է կիրառվեն նվազ կարևորության խախտումների պարագայում։ Օրինակ այդ գլուխինի գործով նույնականացրել էին ցուցարարին, որը չթույլատրված պիկետ էր արել միայնակ, եւ դա խախտում էր արդեն ինքնին։ Հիմա մեր դեպքում պատգամավորը խոսում է աղբ թափելու համար մարդու նույնականացնելուց։ Նշեցիք, որ այսպես տեքստ այս նախագծի հրապարակվել են շատ ընդհանրացված, ոչ կոնկրետ, հնարավոր է, որ այնտեղ ավելի խնդրահարույց կետեր լինեն, որ օրինակ հիմա հանրությանը չի ներկայացվում։ Շատ խնդրահարույց կետեր կարող են լինել ավելի, այսինքն սա ավելի բացող, ենթաօրենսդրական ակտերով, որովհետև նորից հեղինակի ելույթից էր բխում, ինչի իրանք տարաժամկետեցին ուժի մեջ մտնել օրենքի, ինքը ընդունվել էր մարտին, բայց ուժի մեջ մտնում օգոստոսին, որպեսզի իրենց բնորոշմամբ իրենց գործընկերները, այսինքն ենթադրաբար ներքին գործերի նախարարությունը հասցնեն ենթաօրենսդրական կարգավորումներ ընդունեն։ Այսինքն մանրուքները, կոնկրետ մեխանիզմները գրվելու են ենթաօրենսդրական ակտերով, մարդու իրավունքների վրա նման ահռելի ազդեցություն ունեցող եւ միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետությունին հակասող համակարգը կարգավորել է ոչ թե օրենքով հիմնականում, այլ ենթաօրենսդրական ակտերով։ Ինչպես պետք է պայքարել սրա դեմ եւ փաստացի այսպես պաշտպանել քաղաքացիների իրավունքները, որտեղ խախտվում են այդ իրավունքները։ Ինչ եք օրինակ առաջարկում դուք։ Մենք առաջարկում ենք մի քիչ կարող է բան թվա, բայց մեր առաջարկը ուղղակի օրենքը չհարկելն է, սա չպետք է ուժի մեջ մտնի այս տեսքով առնվազն։ Եթե ուժի մեջ մտնի, դա կարելի է գնալ ռազմավարական դատավարությունների ճանապարհով։ Մարդիկ կարող են դա բողոքարկելով տանել հասնել եվրոպական դատարան, եթե այստեղ ներքին այցաններում չբավարարվի այն, որ սա հակասում է մեր սահմանադրությանը, հակասում է մյուս օրենքներին, հակասում է մարդու իրավունքներին եւ այլն։ Ի վերջո այո կլինի ազդեցություն, բայց դա տարիներ կարող է տևել։ Մենք առաջարկեցինք ավելի մեր կարծիքով իրատեսական կլիներ, մինչև ուժի մեջ մտնելը օրենքի փորձել վերացնել օրենք, փորձել չեղյալ համարել։ Մենք ուղարկեցինք զեկույցը մարդու իրավունքների պաշտպանին եւ առաջարկության, որպեսզի նա դիմի ԵԱՀԿ ԺՄԻԳ-ին իրավական վերլուծություն անելու։ Նա դրա լիազորությունը ունի։ Տեսնենք ինչ կլինի արդյունքում։ Այսինքն պատասխան դեռ չկա։ Դեռ մենք չունենք։ Տեսեք, վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանում փակվելու է միջազգային Freedom House-ի հայաստանյան ներկայացությունը, ինչի մասին է սա վկայում եւ ինչ խնդիրների կարող է դա հանգեցնել։ Ընդհանրապես իրավապաշտպան համայնքում հիմա տենց է բնութագրվում, կոչվում է փոքրացող, նեղացող տարածք իրավապաշտպանական առհասարակ համայնքների եւ մեր երկրում եւ տարածաշրջանում դա տարբեր պատճառներ կան։ Պատճառներից մեկը ընթացող ամբողջ աշխարհում այս քաղաքական բևեռացումն է, պոպուլիստական իշխանությունների իշխանության գալը եւ այլն։ Հայաստանում կարծիքով ընդհանրապես շատ մեծ վակուում կա իրավապաշտպանական տարբեր գործառույթների, մեր մոտ խնդիրները թե ինչքանով են արձանագրվում, արձագանքվում հիմա, համատած շատ ուրիշ ժամանակների ահավոր ցածր է եւ դա պատճառներից մեկը դա այսինքն այստեղ մի քանի խնդիր կա։ Քաղաքացիական հասարակության սահմանափակ ռեսուրսներն են, որովհետև առանց ռեսուրսի բնականաբար չի կարելի հնարավոր չէ դա ամենին արձագանքել։ Նույն էս օրենքը։ Ես նայում եմ ինտերնետում, փաստորեն սրա մասին մեր կազմակերպությունից բացի ուրիշ վերլուծություն դրանպես չգտա ես։ Երբ որ նման բան տեղի ունենում ուրիշ երկրներում, օրինակ Եվրոմիության, որտեղ ընդ որում այսպիսի օրենք չէր կարող ընդունվել, դա հակասել էր իրենց
Եվրոպական միության մակարդակի օրենսդրությանը, այնտեղ տեսնում եք տարբեր մասնագիտացած քաղաքացիական հասարակության կազմակերպություններ անմիջապես ի սկզբանե ներգրավում են process-ի մեջ, փորձում ազդել դրա վրա, փորձում չեղարկել։ Գուցե նաև մյուս պատճառներն է, որ այս անձնական գաղտնիության իրավունքի հարցը, այսինքն այս անձնական տվյալներ եւ այլն, մեզ մոտ ավանդապես այդքան կարեւորություն դրան չի տրվում, երևի նաև հանրության կողմից, ու դրա համար քիչ ավելի անարձագանք է մնում։ Այս կազմակերպության այսպես փակումը արդյոք ազատ խոսքի վրա կարող է ազդել կամ դեպի ուր են գնում այս իշխանությունները։ Որ ճիշտ ասեմ, ես այդ դեպքից կոնկրետ տեղյակ չեմ այս փակվելու բանից, բայց ընդհանրապես հայտարարվել է, որ փակվելու է Հայաստանի ներկայացությունը։ Բայց պատճառը դե չի նշվում այդպես։ Դա կարող է ես ուզում ենթադրում Գուցե հենց իշխանությունն է դիմել։ Չեմ կարծում այս դեպքում, չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց մասնավոր Freedom Housing-ը միջազգային կազմակերպություն չի, ինքնապաշտպան կազմակերպություն է, փաստացի մեծ ՀԿ-ը, որը տարբեր երկրներում նաև գործառույթներ է անում, ես չեմ կարծում, որ պետությունը նման լծակ ունի դրա վրա, գոնե օֆիցիալ լծակներ։ Դա կարող է նաև կապված լինել Ամերիկայի օգնության USAID-ի փակման հետ, որը հսկայական քանակի կազմակերպությունների ֆինանսական հիմնական աղբյուրներից էր, կարող է նրանք կրճատ ունենան այդ պատճառով, բայց ավելի մանրամասն մի հատ պետք է նայել այդ։ Պարոն Իշխանյան, տեսեք, այս իշխանությունները շարունակ նշում են, որ ժողովրդավար երկիր ենք, նույնիսկ Եվրամիություն են ուզում գնալ այսպես, բայց անընդհատ բախվում ենք այն խնդրին, որ քաղաքական հետապնդումներ են անընդհատ, քաղաքացիների իրավունքներն են խախտվել, ինչ քայլեր պետք է անել այս ուղղությամբ։ Եթե խոսքը վերաբերում է հանրությանը, առաջին հերթին չլինել անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, որտեղ անտարբերությունը ստեղծում են բաց տարածքը, որտեղ ռեպրեսիվ ապարատը, մանավանդ պոպուլիստական իշխանությունների առավել էֆեկտիվ է աշխատում։ Անտարբեր չլինել ոչ միայն անձնական իրավունքների նկատմամբ, այլև ընդհանուր, երբ որ այսօր խախտվեց այս մեկի իրավունքը, օրինակ անցած տարի ծեծի էր ենթարկվել падգամավոր, չէ, ցույցերի ժամանակ, տեսախցիկների առջև ոստիկանների դեմքերը նույնականացված են կամ նույնականացվելի են։ Նման բան ես չեմ հիշում էլի որտեղ, ու մինչև հիմա փաստորեն մեղադրանք առաջադրված չի։ Վերջի անգամ որ ստուգել է առնվազն մեղադրանք որը ոստիկան առաջադրված չի։ Սա նշանակում է, որ կարելի է փաստորեն ծեծել անգամ падգամավորի եւ մնալ անպատիժ։ Հանրությունը ընդհանրապես մարդիկ պետքա ովքեր որ մտածում են որ դա չի վերաբերում, պետք է հասկանան, որ շեմը դրված է այստեղ, իրանք դրա մեջ կլանված են, երբ որ ասում են, երբ որ եկան այս մեկի հետևից ես չօգնեցի, երբ որ եկան իմ հետևից, այլևս ինձ օգնող չէր մնացել։ Ոստիկանները վերջերս նաև նվաստացրել, խոշտանգել են նաև լրագրողին, հա, գյումրեցի, նաև սյունեցի լրագրողի հանդեպ ինչ որ գործեր են հարուցվել, ինչի մասին է սա վկայում։ Այդ անպատժելիությունը ծնում է անպատժելիություն, ցանկացած դեպքում, ու եթե այս իրավիճակը այսպես մնա, այսինքն խնդիրը չբարձրացնի, խնդիրին չփորձեն լուծում տալ ավելի, ինչ ասեմ, ավելի համակարգված ինչ-որ ձևով, ոչ թե դա մնա մի քանի ինչ-որ կազմակերպության ուշադրության կենտրոնում կամ մի քանի հայտարարությունով սահմանափակվեն, դատապարտել եւ այլնով, սա ավելի ուժեղանալու է։ Սա ավելի ուժեղանալու է երկընտրությունից առաջ, դա էլ մշտական ամբողջ աշխարհում գործող կանոն, ընտրությունից առաջ հետապնդումները ուժեղանում են։ Նախորդ անպատժելիությունը նախորդ ժամանակների ուժային կառույցներին տալիս է նոր անպատժելիության ավելի մեծ տիրույթ, որովհետեւ ավելի բաց են սկսում գործել, ավելի չզսպված են սկսում գործել, եւ ես տեսնում եմ մենակ դեպի վատը գնացող տենդենս, այսպես ասեմ, չգիտեմ, ցավոք։ Ինչու դրան օրինակ բացասական արձագանք չի լինում միջազգային կառույցներից, նույն արևմուտքից, որտեվ փաստացի Հայաստանը անընդհատ խոսում է, նախագիծ ընդունեց Եվրամիության, արդյոք եվրոպական արժեքներն են սրանք։ Ես չեմ սիրում այդ մարդու իրավունքներին անվանել եվրոպական արժեքներ, դրանք կարող ասել մարդկային արժեքներ են, օրինակ եթե նայենք թեկուզ պատմության տեսակետից նույն Հայաստանում ժամանակին ավելի շատ իրավունքներ են եղել, օրինակ առաջին հանրապետությունում կամ նույն ժամանակ Եվրոպայում շատ երկրներում ընդեղի։ Եկեք սա անվանենք մարդկային արժեքներ։ Եվրոպան այո, նա դրոշակակիր էր կամ ընկալվում է, որ այդ իրավունքներն այդտեղ առավել պաշտպանված են եւ այո շատ հարցերով այդպես է, որովհետեւ այդտեղ ինստիտուտները ավելի զարգացած են, հանրային վերահսկողությունը ավելի ուժեղ է, բայց դա Եվրոպայի համար է, իրենց աշխատարկում է իրենց իրավունքները։ Եվրոպայից դուրս իրենց կապերը ամբողջացած աշխարհը դրանք քաղաքական կապեր են։ Իրենք քաղաքական կազմակերպություն են, Հայաստանը քաղաքական միավոր է։ Շահերը այդ առումով շատ հաճախ կարող են ավելի կարևոր լինել բնականաբար, քան թե արժեքներ, որոնք դրված էին գոնե հռչակագրային տիրույթում։
Եվ այսպես ամփոփելով զրույցը, ուզում եմ անդրադառնալ վարչապետի կնոջը, Աննա Հակոբյանը այսպես վերջին օրերին շարք է կարծես թե սկսել, ինչպես ինքն է նշում, օգտվում է ազատ խոսքի իր իրավունքից եւ իրեն քննադատողներին, լրագրողներին, հանրային դեմքերին թիրախավորում է տարբեր վիրավորական բառերով։ Արդյոք սա կարող է կապ ունենալ ազատ խոսքի հետ եւ արդյոք դա հարիր է առաջի դեմքին։ Ինձ թվում է որևէ մեկը չի ասի, որ դա հարիր է առասարակ հանրային որևէ կերպարի, բնականաբար, բայց այդտեղ ազատ խոսքի տեսակետից այդտեղ ավելի լայն խնդրի այդ բանը մեզ պատկերացնում էլի, երբ որ իշ իրավիճակներում անդիմադիր տիրույթում գտնվող այսինքն մարդկանց խոսքի համար փոխածքերական գործեր են հարուցվում, դա մեկնաբանվում է խուլիգանություն, ժամանակին ծանր վիրավորանք եւ այլն, այս դեպքում դա ազատ խոսքի մեջ ենք, այսինքն դա փաստորեն կարելի է, ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկին չգործ հարուցի Տիկին Հակոբյանի նկատմամբ, սա դա անհնար է։ Իրական չպետք է հարուցվի, ես ինչքանով որ ես եմ տեսել հրապարակումները, այդտեղ գուցե թիրախավորված մարդիկ կարողանան ունենալ քաղաքացիական process-ով հայց ներկայացնել իր դեմ։ Բայց սա ինչ եմ ասում, որտեղ հակառակ պարագայում, երբ որ նման բաներ ասում են ընդդիմադիր դաշտում, հաճախ դա քրեական գործերով է դրան արձագանքում։ Այսինքն այստեղ խնդիր միանշանակ է, ազատ խոսքի ազատության խնդիրը այստեղ կա, շատերը ասում են, բա մեր մոտ ազատ խոսում ենք համատելով օրինակ Թուրքմենստանի հետ։ Համատությունը բացարձակ չէ, համատությունը սպեկտրում է, այսինքն տիրույթ է։ Մեր մոտ որտեղ են գտնվում համատած մեկ այլ երկրի, պետք չի նայել, մենք պետք է նայենք որտեղ է մեր մոտ խախտումը, որտեղ է մեր մոտ ազատ ամբողջությամբ, այսպես ասած, պաշտպանված տիրույթը։ Քաղաքական խոսքում Հայաստանում ամբողջությամբ պաշտպանված հատված մեծ հաշվով չկա։ Եթե խոսքը քննադատությունը դուր չի գալիս կամ կոպիտ է կամ պարունակում է որոշ օրինակ, չգիտեմ, հայհոյանքներ, ինչը գուցե մեր համար անձամբ ընդունելի չի, բայց դրա համար կա քաղաքացիական process, ոչ թե քրեական։ Դրան արձագանքում են, այսինքն հակաօրինական ձևերով, քրեական գործեր հարուցելով, ել որն է խոսքի ազատությունը։ Ցանկացած իրավունք պետք է նայել այն մակարդակով, այսինքն նվազագույն մակարդակով, որտեղ այն խախտվում է։ Եվ պարոն Իշխանյան, որպես քաղաքական իրավունքների հայկական կենտրոն նախագահ, որ իրավունքն է Հայաստանում ամենաշատը խախտվում։ Դժվար է քանակական բերել, բայց այսինքն իրավունքները քանակական առով համատել շատ դժվար բան է։ Բայց այսպես կարող ենք նայել, օրինակ նույն խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Ինքը խախտվում է համատարած։ Շատերը հիմա կասեն, բայց ոնց մեզ մոտ մարդիկ միևնույն է անում են։ Այո, դուրս գալիս են փողոց կարողանում են, բայց տեսեք, նույն այս դեմքի ճանաչման համակարգի մա որ մտավ։ Ոստիկանության բռնությունները, նռնակների կիրառումը անցած տարի, որ այդպես էլ չբացահայտվեց թե ինչ տեսակներ են եւ այլն։ Խախտումներով ուղիղ ոստիկանության պետի հրամանով, մենք դրա մասին ունենք զեկույց, այնտեղ կադրում շատ հստակ երևում է, ինչպես էր կողմից փոխանցում ոստիկան նռնակ եւ նա նետում ուղիղ հանգիստ կանգնած մարդկանց վրա։ Եվ այլն։ Երբ որ խախտումը չի լուծվում, ասենց ասենք, այսինքն խախտում իրականացնողը չի պատժվել, որպեսզի դա չկրկնվի, այդ խախտումը մշտական է, ես տենց եմ դա նայում։ Եթե դա մշտական է, ուրեմն խաղաղ հավաքների ազատության իրավունքը մշտապես խախտվում է։ Որևէ այլ հավաքի պարագային ոչ մեկ չունի իր աշխարհիկ, որ նռնակը չի նետվի իր դեմքին, ինչպես եղավ, անկած մարդու վրա էր անգամ այն նետվում։ Ինչ պետք է անենք դա այսպես դրա դեմ պայքարելու համար։ Նորից անտարբերություն պետքա չլինի այդ ամիջի նկատմամբ։ Մարդու իրավունքները երկիրը դուրսը ներկայացնելու համար չեն։ Մարդու իրավունքները ինչ որ պրեստիժ ունենալու համար չի։ Մարդու իրավունքները նրա համար է, որպեսզի երկրում բնակվողները ապրեն արժանապատիվ, կարողանան անել ինչ որ մյուսներ, այսինքն գոնե օրենքի առաջ հավասարության հարցը պետքա լինի։ Քանի դեռ մարդիկ մտածեն, որ դե այս մեկին ես չեմ հավանում, ոչինչ նկատմամբ խախտումը, դա մի օր պատտվելու է իրենց վրա։ Պետքա լինի գոնե սոլիդարություն մարդու իրավունքների համատեքստում, այսինքն խաղի կանոններ պետքա լինեն։ Չի կարելի օրինակ նռնակը կիրառել հանգիստ խաղաղ կանգնած մարդու վրա, ով էլ նա լինի։ Այս ընկալումը պետքա լինի, դա պետքա բոլորի մոտ գնա։ Ինչպես ես չգիտեմ, շատ դժվար է։ Ասում եք չպետք է անտարբեր լինենք, բայց բարձրաձայնելու դեպքում հնարավոր է հենց ձեր նշած քրեական գործեր հարուցվեն կամ չգիտեմ լրացնելու փորձեր լինեն, այդ դեպքում կարծես թե էլի խնդիրը անլուծելի է մնում։ Մեծ անլուծելի, կարելի ասել անլուծելի իհարկե, որովհետև մենք ժամանակների ինչ որ վերջում չենք էլի, դեռ երկի մոլորակը գնալու է տարիներ, դարեր, հազարամյակներ, չգիտեմ ինչ կան ու այս խնդիրը միշտ լինելու է մարդու նաև հասարակության էությունից մշտական ինչ որ պայքարի մեջ է իշխանություն եւ իշխողը։ Ամբողջ բանալին փորձել հավասարակշռություն եւ ընդհանուր խաղականոններ գտնելն է։ Այդ խաղականոնները կարելի է գտնել, եթե մարդիկ հետաքրված են լինում, այսինքն
դրա նկատմամբ անտարբեր չեն լինում։ Փորձում են ոչ թե մոռանալ, կողքով անցնել, այլ փորձում են դրա դեմ պայքարել։ Պայքարը տարբեր ձևով կարող է լինել։ Նույն դատական համակարգ օգտագործելով, բողոքարկելով, որը կարող է էֆեկտիվ չլինի, բայց քանակից արդեն ինքը կարող է դառնա քրիտիկական զանգվածունով դառնա որոշակի ավելի էֆեկտիվ։ Բարձրաձայնելով խնդիրների մասին, որպեսզի մարդիկ դրա մասին իմանան, փորձելով գտնել յուրայինների ինքնակազմակերպվելով, այսինքն այն ինչ որ կարելի է նայել ամբողջ աշխարհի պատմության փորձ, երբ որ ճնշումը մեծանում է, պետք է տակից առաջանա հակաճնշում։ Ձեր ՀԿ-ն ունի այսպես վիճակագրական տվյալներ, քաղաքացիների իրավունքները պաշտպանված էին մինչև 18-ի իշխանափոխությունը, թե 18-ի իշխանափոխությունից հետո։ Կան նման տվյալներ։ Ես չեմ կարծում դա վիճակագրական տվյալի առարկա է այդքան, բայց նորից մենք կարող ենք տարբեր դեպքերով նայենք, օրինակ նույն խաղաղավակներին խոսեցինք, չէ։ Խաղաղավակների խախտումներ այն ժամանակ եղել են, հիմա էլ են եղել, այն ժամանակ դա ավելի շատ գուցե մարդկանց կողմից էր ուշադրության արժանում, հիմա ավելի քիչ, այդ առումով ուրեմն վատ է հիմա, եթե տենց նայենք, որովհետև նորից անպատժելիությունը ամենամեծ վտանգն է մարդու իրավունքներին։ Օրինակ առանձին դեպքերից մեկը անցած թե նախանցած տարի երկու փաստաբանների նկատմամբ բռնությունը ոստիկանության բաժիններում։ Դա այն բաները, որ ժամանակին ունակ չենք տեսել։ Եվ շատ ուրիշ դրսևորումներ։ Նայած իրավունքի, նայած որ դրսևորումը նայենք, ես չեմ ասի միանշանակ ես կպնդեմ, որ հիմա ավելի պաշտպանված չեն ընդհանուր առումով, գոնե քաղաքական իրավունքները։ Շնորհակալ եմ պարոն Իշխանյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր քաղաքական իրավունքների հայկական կենտրոն ՀԿ նախագահ Ռաֆայել Իշխանյանը, կհանդիպենք։